Հիմա ժողովուրդ ջան, մենք փուլ առ փուլ, կետ առ կետ, սանտիմետր առ սանտիմետր ամբողջ քաղաքը չափելու ենք, հետո որ անցնենք երկրի մնացած տեղերին, որովհետև ֆիզիկապես ուղղակի չենք հասցնի։ Հրապարակից հիմա իջնում ենք։ Դուք տեսեք, թեքահարթակը լավ թեքահարթակ է, բայց այնքան թեք է, ժողովուրդ, ուղղակի սարսափելի է, էլի, շատ լավն է։ Ամեն մուտքից, ամեն կողմից, ամեն հարմարություն ունի, այգին լիակատար հարմարեցված է ամեն ձևի։ Բայց քանի որ թեքահարթակը այստեղ մեծ ձևի է, մտածում եմ առանց օգնության էլի շատ շատերը չեն կարող ուղղակի բարձրանալ։ Եկեք գնանք, տեսեք ինչքան է թեք, ուղղակի քթի վրա բուրացինովիչ եք։ Բարձրությունը, թեքությունը տեսեք։ Նայ, տորմուզ եմ տալի, պարկում է ուղղակի։ Դնում ես։ Если я вам մի քիչ արագ իջնեմ, կավա տորմուզն եմ գլխի վրա տնկվի։ Դա համար ստիպած։ Թե չէ ինչ մնում է քշելու ընկը։ Ինքը շատ է բարձրությունը։ Արտաշես, հիմա մի հատ բարձրությունը չափի։ Հա, ու լենությունը չափի։ Շատ հիմար վիճակ է, որովհետև երկու հոգի նույն ձևի չեն կարող անցնել։ Չի կարելի սենց։ Հա, հանրարդարության ասենք, որ սկիզբը զրոյականից է սկսում, շատ լավ է։ Հա, հիմա երկարությունն է պետք, ներեք բարձրությունը եւ լենությունը։ Հա, սկիզբը զրոյականից է սկսում ու հա, դու պատով կարաս վերևի չափես, որ դժվար չլինի։ Ժողովուրդ, նայեք, ստեղի բազալտը որոշակի անարդություն ունի։ Այդ անարդությունը օգնում է, որ չսղա։ Ես էլ եմ ասում, անձավի ժամանակ շատ եմ փորձել քշեմ։ Ու այս միակ տեղն է երևի, որ այս թեքությունը, այս աստիճանի է, ու ես հանգիստ բարձրացել եմ, չի սղացել։ Մնացած տեղերում, օրինակ, մի քիչ կոպիտ է անցնում, կինո Մոսկվայի դեմը դրած է երկաթից, ու ես չեմ կարող բարձրանալ, որովհետև ինքը անձև լինի, չլինի, սղում է։ Ինքը այդ կպչունողականությունը չի կարողանում ապահովել։ Շատ վատ է։ Հա, չէ, ուղղակի թեքությունն ենք մենք չափում, միջև փողոցը պետք չի։ Հա, ստեղից միջև եղբայր ավելի լավ է ոտերով, քայլերով չափի, այս ներքև արի, ստեղից, Արտաշես, ստեղից։ Ստեղից չափի, սուս մնա խոսացող գլուխ։ Չէ, ներքևի չի։ Օ, вообще լավ է։ Եթե մի սայլակի ստանդարտով նայենք 1 մետր 40 սանտիմետր նորմալ է։ Բան չունեմ ասելու։ Թեքության վրով է մեր բան։ Տեսեք հիմա իջնում են, չէ՞։ Երկու հոգով իրար կողքի ուղղակի անհնար է։ Հասկանում ենք քաղաքը փոքր է, չենք կարող այդքան լեն անենք։ Դրան համաձայն ենք, բայց թեքությունը ապահովեք, որովհետև բարձրանալուց այդքան էլ ճիշտ չէ, էլի։ Մեր թեքությունը իջնելու խնդրեմը չի, բարձրանալու խնդրեմն է։ Տեսակ երեխաներն էլ վզ իջնում են, ծնողներն էլ, բայց երբ որ գալիս են բարձրանալու, նրանք ովքեր սայլակի վրա նստած են ու ձեռքերով են անում, մի փոքր փակագծեր բացենք, եթե ամառ լինի, իրանք այսքան տեղը բարձրանան, ուղղակի ջրի մեջ կկորեն, այն ձևի կքրտնեն, որովհետև չափից դուրս մեծ ծանրաբեռնվածություն կլինի։ Որովհետև երկարությունը շատ մեծ է, թեքությունն էլ է մեծ։ Իր հետ համապատասխան չի։ Այն ծանրաբեռնվածությունը, որ իրանք իրանց վրա կզգան, ուղղակի ուժասպառ կան իրանց։ Եթե չեք հավատում, ես կարող եմ սայլակով գալ, ցանկացած մեկը գա, իմ հետ փորձի, ու դուք կտենաք ոնց է ինքը տանջվում, բայց իր արդյունքին հասնելու համար ուղղակի քրտինքի մեջ կորելու է։ Ավելին ասեմ, եթե գաք փորձեք ու դուք ամփորձելեք, հաստատ մեջքի վրա շուռ եք գալու գլուխդ բացեք։ Հենց որ լինենք մի քիչ հետևողական ու ճիշտ անենք, մեր քաղաքը ճիշտ կառուցենք, այլ ոչ թե ուղղակի թեքություններ ու վերջ։ Չէ, պիտի ճիշտ լինի, պիտի հարմար լինի, պիտի համապատասխանի բոլոր ստանդարտներին։ Գնացինք առաջ։ Մենք վերջը հասանք ժողովուրդ։ Երևանի 2750 ամյակի այգին է։ Վարդանյա եղբայրները, որ
Խոսքեր չկան, լրիվ կատարյալ հարմարություն, լրիվ կատարյալ հարթություն, ցանկացած տեղով դու թեք հարթակները տեսեք զրոյական, մեջը մանես գալի լրիվ զրո, ոչ մի արգեր, ոչ մի բան, գեղեցկություն, ծառերի սակուրաներին այդքան անուն ենք դնում, բայց ինչ հիշում եմ մարդիկ գալիս են սակուրաների մոտ նկարվելու են, ու մնացածը նայեք, ասենք, ծառերը հաթաթ ընտրվել են, բոլորը բերել են դրսից, բոլորը հատուկ, չգիտեմ ինչ տեսակի ծառեր են, որովհետև բավականին անծանոթ ծառեր կան ստեղ, բավականին անծանոթ։ Մենք սպասում ենք, ու ես չգիտեմ ինչի նայելով հիմիկվա պատկերին հասկանում որ մի քանի տարի հետո ստեղի ծառերը այնքան լավն են լինելու, որ ուղղակի մանգալու համար հավես է լինելու, շատ մեծ, շատ հզոր ծառեր են լինելու։ Բացի դրանից, իրանք շատրվաններ են ստե դրել, ժողովուրդ, գունավոր, գիշերն է որ գալիս են երեխաների ուրախությունն է, մի հրաշք է։ Գնում, գալի, արձաններով, տարբեր դեկորացիաներով, մանկական այգի է, որը անփոխարինելի է։ Եթե էլ եմ ասում, մի քիչ տաքեր են կնում, 3 օները գաք ստե, երեխաները մի հատ շոու են անում, էլ դուսուս, նայես, հիանաս, վայելես։ Հազոր է, գնանք մի հատ փորձարկենք, տեսեք ինչ հանգիստ է քշվում։ Շորտ, մեր ուրարտական ժամանակաշրջանի սիմվոլները որ դրել են, դուք եթե նայեք, մաշվածությունը։ Երեխաները ամենասիրելի պահերն է։ Գալի նստում են, էսի իրանց համար ինչ-որ ատրակցիոն է, էլի։ Մեջ կնա մաշվում, պոզերից էքան են ձերտում են, մեկ էլ հետևի մասը պոջից բռնում են դուրս են գալի։ Նույնն է, երկու կողմից նույնն է։ Թե ցուլը, թե առյուծը, երկուսն էլ մաշած է։ Վերևը պոջը, մեջքը։ Գնացինք, հա, շատրվաններին էլ որ ասենք, ինչքան ես տեղակ եմ, շատրվանները հենց 2750 հատ են։ Ու ամեն տարի ավելանում է մի հատ, թե չէ, չգիտեմ, խաչերի նման։ Հիշում եք մենք խաչել ունենք մեծ, որի վրա էլի 2750 հատ խաչեր ամեն տարի մի հատ ավելացնում են։ Չգիտեմ, ստեղ ավելացնում են թե չէ, բայց ինչքան ոնց նայում եմ, տեղ չկա ավելացնելու։ Հենց 2750 հատ ո։ Գնացինք։ Ժողովուրդ, գրված է որ այգին բացվել է 2019 թվականի մայիսի 10-ին։ Այսինքն այգին բացվել է Միքայել եւ Կարեն Վարդանյանների նվերն է երևանցիներին 99 տարով իրանցն է։ Այսինքն ամեն ինչով իրանք ապահովել են, ամեն ինչով, հոգալի են բոլոր ծախսերը։ Գրած է, տնկվել է 70 տեսակի 250 ծառ։ Տեղադրվել է 2800 շիթ ունեցող շանտրվան, բայց տոն 2750 չէր, 2800 շիթ են դրել, ավելի լավ։ Հայկական գորգերի զարդանախշով 5420 քառակուսի մետր սալահատակ։ Մի ամբողջ թաղամաս են կարելի ասել սարքել, ու այս ամեն ինչը ժողովուրդ, մեր երևանցիների համար, երեխաների ամենասիրելի վայրերից մեկն է, ասում ամառ եկավ, 3 օներ եկեք վայելեք։ Մեր երեխաներին որ բերում ենք, իրանք մոռանում են իրականության մասին։ Տժժում են ուղղակի։ Գնացինք։ Հա, մի բան էլ ավելացնեմ, լավ կլինի որ ստեղ ուղղակի լինի ինչ-որ QR կոդ, որպեսզի մարդիկ ովքեր տեսողության պրոբլեմ ունեն, իրանք կանան այդ QR կոդով նայեն ու հասկանան այս ամբողջ ինֆորմացիան կարդան։ Այսինքն, երբ որ մի քանի լեզու ու իրանք ունեն այդ պրոբլեմը, շատ հեշտ կլինի իրանց այդ ամեն ինչին տեղակ լինելը ուղղակի մի հատ հպումով։ Որովհետև գալիս են ուղղակի ուզում են կարդան, շատ դժվարություն։ Դա էլ մեր տղաները ուշեցին, որովհետև նոր եկավ ուզում էր կարդար, ասեց դժվարանում եմ, շատ մոտիկից պիտի կարդամ, նեղվում եմ։ Եթե հնարավոր է այդպես փոքր բացառություն արեք, թեկուզ հենց սկզբում լինի Երևանի այս ամբողջ պատմությանը մի հատ փոքր QR կոդով բոլորին հարմար կլինի։ Որովհետև կարան իրանք այս նույն ինֆորմացիան ուրիշտեղ նույն QR կոդով փոխանցեն, մնացածին էլ հասանելի լինի, անպայման չի բոլորը հասնեն ստեղ։ Հենց որ շնորհակալություն, եթե անեք, լրիվ լավ կլինի։ Իսկ ինչ սիրուն են ծառերը։ Ջան։ Բարև ձեզ, ես Լիդիան եմ։ Ես Նատալին եմ։ Մենք այսօր կերքենք։ Ախ ինչ լավ է սարի վրա։ Ախ ինչ լավ է սարի վրա, անցնում օրերն անուշ, անրջային թեթևասա, անցնում օրերն անուշ, անրջային թեթևասա, անցնում օրերն անուշ։ Երեխեք ջան, շատ շնորհակալություն։ Շատ քիչ մարդիկ են գալի իրանց տաղանդեստ է բացահայտում կամ ցույց տալի, որ ինչ-որ մի բան կարող են անել։
լավ որ հայ ազգի մեջ ունենք էլի արդեն մեծամասերն, որոնք ազատ արտահայտել են սիրում։ Իրանց կարծիքը, իրանց տաղանդը ցույց են տալի ու մի մնացեք մութ, մի մնացեք սև, արա բացահայտվեք, գույները ցույց տվեք։ Մեր տաղանդավոր ազգին բերեք ցույց տվեք, որ մենք ինչեր ենք կարում, ինչքան ենք կարում ու ոնց ենք կարում։ Հենց որ դրանից շատ շնորհակալ ենք երեխեք ջան, ուրախ ենք ծանոթության համար։ Հուսով եմ էլի կհանդիպենք sense նորմալ առիթներին։ Ամեն ձեր մենահամար կենք գնք էլի, երբ որ դուք կլինեք այնտեղ։ Ասենք հիշում եք այն սկզբից մենք իրար հետ ենք։ Ինձ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Он сильный. Можно попробовать. Ահա։ Ասենք եկա։ Շորտ կես մետր հեռու է, որ ուզենամ էլ չեմ կարող խմեմ։ Չնայած հա, հասկանում որ sense կարամ թեքվեմ, բայց դե անհնարավորություն կստեղծի։ Հա, համ լրիվ կթրջվեմ, համ էլ այտենց։ Բայց դե մի բան էլ կա էլի, եթե ինքը շատ մոտիկ լինի, բոլորին կթրջի։ Դե հասկանում ես, որ դա ուղղակի ձև պիտի լինի հարմարեցնել, չեն կարա։ Իմ մտածելը ուղղակի անհարմար կլինի շատ մոտիկ դնելը։ Բայց որ սապորիկներին նայում ես, ուրիշ ոչ մի տես, sense բան չկա, ժողով։ Մենակ հենց սապորներին նայում ես, ուզում ես այնքան ջուր խմես, մինչև ծուրես։ Ու այստեղ գրված է, այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել, այս ջուրը խմել սառնորակ։ Տեղում բավական անգրագետ պատասխաններ լսեցինք, ով է այս տողերի հեղինակը, եթե ինչ-որ մեկը կա, որ գիտի, ասեք։ Հուսով եմ գրագետները շատ են, շատ տխրեցեցին տեղի երիտասարդությունը, կարելի է ասել, տարօրինակ պատասխաններով, ցավալի է։ Ցույց տվեք, որ մեր ազգը կարդացած, մեր ազգը խելացի, արա մեր ազգը տեղյակ ազգ է, հենց պատասխաններ լսեցի ժողովուրդ, իրոք լացելու բան է, լացելու։ Մեր երիտասարդությունը հենց պատասխաններ տվեց։ Այգու եզակի բացերից մեկն է, ժողովուրդ ջան, նայեք։ Հանգիստ գնում ենք թեքահարթակ, ուղղակի պատկերացնելու համար։ Ինչի համար եք էսի արել։ Մի քարտ թեք տնեք։ Իմաստը որն է։ Շատ։ Հիմա որ ուզենամ էլ իշնեմ, ուղղակի։ Չէ, եկեք այդ ռիսկին չգնամ։ Պահում ես։ Տես։ Այս չէ եղավ ախպեր։ Անցի։ Նկարում ենք, եղբայր, անցի։ Ты понял? Տեսակ ժողովուրդ, եթե սրանով sense բարձացա ուղղակի տրակեց ամբողջ համակարգ է։ Բա մնացածը ինչ կլինի։ Կոնկրետ մեջքով գլխով սաղ բռնվող էսի չնարը։ Խրեք կատարելության մեջ ինադու տեղեք թողը, որ մենք ինչ որ մեկը գա չեպ է բռնի ժողովուրդ ջան, ինչի համար։ Ով է լինի կընկնի ասենք, իմաստը։ Փողոցի մեջտեղ ով է գալու օգնի բարձանա։ Ամենայն դեպս հեշտ է, շատ հեշտ է սարքելը։ Մի քիչ թեքությունը ուղղակի ապահովեք։ Արտաշես լայնությունը։ Հա, եթե նկատում եք, այն 7-8 մետրանոց թեքահարթակի վրա նույնիսկ այս թեքությունը չկար։ Ինքը ուղղակի 40 սանտիմետրի վրա են։ Եթե չգիտեմ նկատեցիք թե չէ, մի 60-70 աստիճան թեքություն է, ուղղակի իմաստն եմ ուզում հասկանալ, լրիվ զրոյական ամբողջ sense ման են գալի, զրոյական բոլոր կողմերից մտնելուց մի հիանալի բան։ Ինչի՞ ես չեմ հասկանում։ Ափսոսը, բայց դա մեծ պրոբլեմ չի, շատ հեշտ է սարքելը, որովհետև ստեղով տենց դեկորատիվ երկու քար անում եմ, մի քիչ երկարացնում եմ, նորմալ է դառնում։ Բայց խի չի արվել, այդ շատ մեծ հարց է, որովհետև ես իրոք գիտեի, որ ստե ծայրահեղ
ուշադրությունը դարձա ամեն մանրուքին։ Էսի ուղղակի երևի բաստողում ա եղել, որ իրանք երևի չգիտեն։ Շոր ծառերը ծաղկում են, հրաշքայգի ամեն բան, էլ եմ ասում։ Ամեն բան հարմարացած։ Քշելու, մանգալու, հանգստանալու համար լրիվ ինքնա։ Կանաչը նայ, հավասար։ Այս աստիճանի խնամված գազոն դժվար գտնեք սենց։ Աղբամաններից մինչև նստարաններ լրիվ յուրահատուկ, նմանատիպ բան Հայաստանում ոչ միտեղ չկա։ Եթե նայեք հատուկ նստարանները ամբողջությամբ անենց գեղեցկություն է, որ հասկանում եմ մնացած տեղի նստարանները գողանում են, տանում են, տարբեր տեղեր դնում են Երևան գրվածքներով։ Սրանք չեն կարող գողանալ, որովհետև ինքը քարի հիմքի վրա է ու բոլորը երեսապատված է։ Շոր գեղեցկություն։ Մի կտոր կեղ, տենում եք։ Աղբի կտոր մի փոքր, տենում եք։ Պատկերացրեք այսքան ծառ կա։ Տերևները թափել է։ Տերև տենում եք, մի քանի հատ տերև այն ժամանակի ընթացքում ամեն օր հավաքվում, ամեն օր մաքրում են։ Իդեալական են պահում, իդեալական։ Քաղաքում 10-ած sense տեղ լինի, արդեն բոլորի համար այնց օրինակ կլինի, որ ծառերի խնամվածությունը նայեք։ Մի հատ ուղակի դեֆորմացված ծռված ծառ տենում եք, բոլորը ուղիղ բարձրանան, որովհետև գրագետ պլանավորում ու գրագետ խնամ կա իրանց հետ։ Մի հատ ծաղիկ տվեք, հոտ քաշեմ, վայելեմ։ Հա։ Մի կես ժամով ոտերը տվեք, օգտագործեմ, բարձրանամ ծառից։ Շորտ, բուրմունքը զգում եք։ Գաս պարկես, ոնց որ սարում լինես, այդ այնց քաղաքի կենտրոնում մաքուր։ Պարկես քնես ուղղակի։ 23։ Բարձություն։ Հա։ Ժողովուրդ, հիմա Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետևի ասում ենք, որ պիտի բարձրանանք, ուղղակի մտնենք քաղաքապետարան։ Այգին վերջանում է։ Դուք ուղղակի նայեք ինչ է կատարում։ Թեկություն է ու բարձրություն է։ Մի հատ դաժան վիճակ է, էլի, ասենք, լավ ուզում եմ հասկանամ։ Ասենք, ստեղով ով կարա անցնի։ Իրա նեղությունն ու թեկությունը ահա որ է։ Բայց հա, երկու կողմ անենց, մյուս կողմում ավելի մեծ է թեկությունը, հա։ Մյուս կողմում ավելի հիմա ես եթե ուզեմ իմ սայլակով անցնեմ, ինքը լենությունը չի տալի, որովհետև կկպնի կողքերը։ Փորձի համար չեմ անի, որովհետև սայլակից չեմ ուզում վնասել։ Բայց անուն ճշմարտության ասենք, ես մեջտեղում ունեմ կառուցած տարբերակ, որից մենք կարողանում ենք օգտվենք։ Այսինքն տեսեք։ Ճանապարհ գալի հատվում է, հատման կետում հենց զրոյական, ես կարողանում եմ մտնեմ դուրս գամ։ Այսինքն գոնե ինչ որ, հա, ինչ որ մեկը մտածել է, բայց քանի որ չգիտեմ, մի քիչ գրագետ ձևով չի արված, ես եթե այստեղից ուզենամ մտնեմ, ես չեմ նկատի ու կընկնեմ։ Որովհետև իրոք չեմ նկատի, տարբերություն կա, թե չէ։ Ես եկավ ստեղից մտնելու։ Չի նկատվում ինքը բարձր է թե չէ, ժողովուրդ։ Շատ հեշտ, մանավանդ մի թեթև մութ լինի, ստեղից կընկնես։ Դրա համար ես իմ կարելի է ուղղակի այս մայթը մի թեթև իջացնել ընդհանուր։ Այս գեղեցկությունն ու ճիշտ է ապահովել։ Ես անձամբ մի անգամ սայլակով շուռ եմ եկել, դրա համար եմ ասում։ Եկա ուղղակի չէի նկատել, որ հետևը թեկություն կա։ Եկել ենք հասել ենք միտեղ, ժողովուրդ։ Սայլակով կարողանում եմ մտնել։ Եթե գիտեք, ստե արձաններ են լինում, հեսա որ մի փոքր տաքեր ընկավ, ջրերը միացեցին, շատրվանների, ստեղ գեղեցկությունը, Երևանում այդպես բան չկա։ Երևանում է երեխաների մշտական հավաքատեղի, որոնք գալիս են, վայելում են, ուրախանում, թռնում, գոռում, բղավում, ամեն բան անում են։ Բայց հիմա պատկերացրեք, այս գեղեցկությունը պահպանել է պետք։ Մենք նկատել ենք, որ տարիների ընթացքում կոտրում են, փչացնում են ու այնց անխնամ ձևով են վերաբերում մարդիկ չեք պատկերացնի։ Արձաններին ես հիշում եմ արձանը մի անգամ փոխեցին, որովհետև կոտրել էին։ Իրանք մտածում են, որ չգիտեմ ինչ հավերժական մետաղից է ու այնց ամուրա, որ ուղղակի իրան վնասել չի կարելի։ Եկեք խնայենք։ Շատ քիչ ունենք նման տեղեր, որ բոլորին կարանք մաքուր խղճով ցույց տանք ու ասենք ժողովուրդ վայելեք։ Տեսեք ինչ գեղեցկություն, զրոյից ստեղծած գեղեցկություն։ Որ ուղղակի վայելելա պետք, հիանալա պետք։ Բայց
Երևան քաղաքի քարտեզը։ Մեր այդ ժողովուրդը պիտի սովորի խնամքով վերաբերվել իր ամեն ինչին։ Մենք այն տպավորությունն մենք օգտագործողի դերում ենք, այլ ոչ թե ապրում ենք այս նվալ միջավայրում։ Չի կարելի։ Հիմա մեր jackpot ինչի համար ենք մենք ստեղծել մեր on-line հարթակը։ On-line հարթակը մեզ օգնելու է, որպեսզի այն մարդիկ, ովքեր ունեն ինչ-որ դժվարություններ լսողության, տեսողության, տեղաշարժման, ինչու՞ չէ, ամեն ինչում իրենք կարողանալու են մտնել ու մեր jackpot-ի օգնությամբ այդ ամեն ինչին ուղղակի մասնակից լինել։ Այսինքն jackpot-ը իրանց ուղղորդելու է։ Ուզում ես գնաս այգի 2801-ը ինքը բացատրել է որտեղից կարաս մտնես, կարող ես արդյոք մտնել թե չէ, ինչ հարմարություններ կա, դիմացդ արգել կա թե չէ, այդ ամեն ինչը sense լինելու է։ Իմ պատկերացեք դա լինի համատարած Երևանում, Հայաստանում եւ հետո ամբողջ աշխարհում։ Այսինքն մարդը տնից դուրս է գալի, հասկանում որ ես հիմա գնալու եմ ներկայացման, թատրոն կարողանում եմ մտնել թե չէ։ Ես հիմա գնում եմ համերգի, մտնելու եմ այդ համերգասրահ թե չէ։ Ես հիմա ուզում եմ խանութ գնամ, կմտնեմ թե չէ։ Ինձ հարսանիք են հրավիրել, ես կարողանալու եմ մտնել այդ հարսանյաց սրահ։ Ես ինչ որ պետական կառույց եմ մտնելու։ Ես հնարավորություն եմ մտնելու։ Ես կարողանալու եմ դուռը գտնեմ թե չէ։ Այդ հարմարությունները մենք ուզում ենք ընդհանուր համախմբենք, մի տեղում դարձնենք, որպեսզի բոլոր մենք ժողովուրդ 180,000-ից ավել հաշմանդամություն ունեցող մարդիկ ունենք, որոնք տարբեր կատեգորիաների են։ Ու պատկերացեք բոլորի համար կլինի մի հատ հարթակ, որտեղից իրանք օգտվելով որակ կիմանան ահավոր տեղեկացված կլինեն։ Ահավոր։ Ես հիմա ուզում եմ ասենք խանութներից օգտվում, ես գիտեմ որ խանութները կարող եմ մտնել, որտեղից ինչ կարամ առնել։ Իսկ ինչի բոլորը դա չկարողանան անել։ Հիմա պատկերացեք դուք ուզում եք գնաք ինչ-որ միտեղ, դուք նայում եք, չէ՞։ Ես գնալու եմ պոլիկլինիկա, որ ժամից որ ժամն է աշխատում, կամ գնալու եմ ասենք Vivace-ել Team Telecom մուծեմ հեռախոսի գումարը։ Նայում եք որ ժամին է աշխատում, որտեղ է աշխատում, որ օրերն է աշխատում։ Նույնն է մենք ենք ուզում իմանալ, մենք տնից դուրս գալուց մենք կարողանում ենք իմանալ այս ինչ տեղ աշխատում է թե չէ, այդ ամեն ինչը լինելու է on-line։ Լինելու է ասես մի ձայնի տարբեր, այսինքն դու ուղղակի հարցնելու ես, քեզ պատասխանելու է։ Դու ուղղակի գրելու ես, քեզ պատասխանելու։ Ամեն ինչը այդքան հասանելի է լինելու։ Իսկ պատկերացեք մարդը չի տենում։ Ինքը ուզում է գնա ինչ-որ միտեղ քաղաքապետան։ Ինքը ուղղակի ասում է ես դիմում եմ jackpot-ի։ Ես կարողանում եմ մտնել քաղաքապետան, ասում է այո։ Որ կողմից եմ մտնում, ես ինչ կողմից։ Սենց թե կարտա կա, դուր կա, ես ինչ տեղը կարելի ես մտնել։ Հիանալի տարբերակ մարդկանց տնից դուրս հանելու համար։ Շատերը ուղղակի այդ անհասանելիություն, անմաչելիության պատճառով տնից դուրս չեն գալի։ Ասում են ուր գնանք, ինչ կարողանան։ Դուք գիտեք որ Հայաստանում լիքը անհասանելի տեղեր կան։ Ու մենք չենք կարողանում ուղղակի օգտվենք, դրա համար սահմանափակվելով ավտոբուսը բացում է թե կարտակ մտնում ենք դուրս են գալի, վերջ։ Դրանով չի կարելի սահմանափակել ամեն ինչ։ Ավտոբուսից չի մի ամբողջական աշխարհը բացում։ Ես կարողանում եմ հարավ-արևմտյան թաղամասից հասնել Մասիվ քշելով։ Ինչի, որովհետև հնարավորություն է իմ համար ստեղծվել։ Ու ես ուզում եմ ոչ միայն փողոցներում քշեմ, այլ ամեն տեղ կարողանամ մտնեմ ու վայելեմ։ Իմ քաղաքի ճարտարապետությունը վայելեմ, իմ քաղաքի գեղեցկությունը վայելեմ։ Բայց բորդուրներից բռնցած, մայթերով սկսած, միջև շենքերի անհասանելիություն ինձ սահմանափակում, ասես կաշկանդում է ու ես ինչ որտեղ էլ վախենում եմ ինչ որ մեկին ասեմ օգնի, ինքը օգնելուց բավար անկած չկարողանա օգնի, մեջքը ցավա կամ ինչ որ խնդրեմ ունենա, ինքն էլ ընկնի ես էլ չի կարելի հասնել այդ աստիճանի, որ մտածենք արդեն վնասվել ենք թե չէ այդ տեղով անցնելուց։ Եթե կարելի է հարթ մտնոլորտ ստեղծել ամենտեղ հասանելի դարձնել։ Շատ լավ է, մենք աշխատում ենք քաղաքապետարների հետ, թաղապետերի հետ ենք աշխատում, բավականին լավ արդյունքներ ունենք, բավականին ոնց ասեմ, այնց հիանալի պաշտոնյաներ կան, որոնք իրոք աջակցում են ամեն մի հարցում։ Ասում ենք, այս ինչ տեղը թեկությունը կա, որը խանգարում է դες։ Հաշվառ ժամերի ընթացքում լուծում են։ Այս ինչ տեղը, այս ինչ բանը կա, հաշվառ ժամերի ընթացքում լուծում են։ Լավ, մաքսիմում մի քանի օրվա։ Եթե մարդիկ աջակցում են, եկեք հավաքենք բոլորս այտենց active citizen-ի նման, բոլորս դիմենք այդ մարդկանց։ Օգնենք իրանց։ Հասկանում եմ բոլորը գիտեն, բայց երբ որ մենք դիմում ենք, ասում ենք, այս ինչ տեղը էս խնդրեմ կա, իրանք ավելի են նպատակաուղղված գնում այդ խնդրումը լուծելու։ Դուք տեսեք կենտրոնը ոնց է ձևափոխվել։ Մեր հարավ-արևմտյան թաղամասը, ես այդ երկուսն եմ ասում, որովհետև ես կենտրոնի հետ եմ ամենաակտիվ աշխատում եւ հարավ-արևմտյան թաղամաս, այնտեղ եմ ապրում։ Տեսեք ոնց է ձևափոխվում հասանելիության պահով։ Եկեք միաբանվենք, ու այս ամեն ինչին մի փոքր թափ տանք։ Մեր քաղաքը կարիք ունի բարեփոխվելու, ու այդ բարեփոխման մեջ մենք ուզում ենք լինենք անկյունակար, այլ ոչ թե ուղակի մասնակից, որ կողքից կնայ, ինչ կլինի, դրանով է յոլա կգնամ։ Ես յոլա գնացող չեմ։ Ես ուզում եմ քաղաքը դարձնեմ հարմարավետ բոլորի համար։
Եվ դրա համար ամեն ինչ անելու եմ։ Շնորհակալություն, որ մեր հետ եք, ժողովուրդ ջան։ Գնացինք առաջ քաղաքը փոխելու։